Բարի օր ժողովուրդ ջան։ Չգիտեմ դաժե ոնց սկսեմ այս վիդեոն։ Գիտեք ինչու եմ զզվում ես։ Երբ որ իրեն հայ կոչող տղամարդը խամելոնի պես ալնեմ, որովհետեւ հասկանաք ինչու մասին է խոսքս, խնդրում եմ 40 + 6 րոպե։ 6 րոպե 40 վայրկյան ուշադիր նայեք ինչու մասին է խոսքը։ Մամիշը թե դուք որ տարել եք վեհարանում ձեր առաջնորդի նկարն եք փակցրել։ Այս ամեն ինչը ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է կտրիչ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք ով է Գյոր Մամիշը։ Լրություն, արգելի գործընկերներ, պարոն Շախան, ներողություն, արգելի գործընկերներ, մի րոպե, լրություն, լսեք մի հատ, արգելի գործընկերներ, լրություն։ Ասեմ, հնչեցնում եք հարցեր, որոնց պատասխանները ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք ինձ էլ անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես այդպեսին Հակոբյան Աննան, որ ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի, ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում որպես այդպեսին մենակ այդ չի, բազմաթիվ հարցեր կան։ Կան նաև այլ հարցեր, ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք է քաղեինք ապրիլյան պատերազմից քառորյա ու մեր ձեռք բերվող սպառազինությունները պետք է արդեն հասկանանք ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու։ Պարզ է, չէ՞ որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որտեղ 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ։ Ու այդ սպառազինությունների ցանկը 2016-ի ապրիլյանից հետո եղել է ուրիշ, այն սպառազինությունները, որոնք պետք է ձեռք բերենք, հետո 2018-ին նորից էլի փոխվել է այդ ցանկը, ես ինչքան հասկացա։ Դրանք հարցեր են, որ ինձ էլ է հետաքրքիր։ Ես էլ եմ ուզում դրանց պատասխաններ ստանամ։ Նույն Սու-30-ները ձեռքաբերվել, բայց մարտական գլխիկներ չկա այդ Սու-30-ների վրա։ Այդ ժամանակ, այդ դեպքում ինչի համար է ձեռքբերվել այդ Սու-30-ները։ Հասկանում եք, կան հարցեր, որ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու եթե օրինակի համար չգնանք այս ճանապարհով, գնանք այն ճանապարհով, այսինքն սպառազինությունների փոփոխություն չլիներ, որոնք պետքա ձեռք բերվեին հետագայում, ինչ արդյունք կլներ, հնարավոր նույնիսկ պատերազմ հաղթենք։ Ես չգիտեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, որ վերջին մի քանի օրը երևի դուք էլ կարող նկատած լինեք, նույն Facebook-յան էջումս գրառումներ եմ անում, ժողովուրդ հետաքննություն արեք։ Մեկ պարզաբան եք, էսի չի կատարվում։ Ինչի համար եք առ այդ ինքնաթիռները։ Զրահաբաշխումների պակաս ինչի համար ունեինք։ Տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ։ Ու լիքը նման հարցեր։ Եթե մենք սպասում էինք, գիտեինք, որ պատերազմ է լինելու, խի մենք նորմալ, ինչի համար մենք նորմալ չենք նախապատրաստվել այդ պատերազմին։ Դրանք հարցեր են, որ բոլորին են հետաքրքրում, ինձ թվում է։ Սենց ասեմ ձեզ, չգիտեմ, միգուցե ձեր մոտ բան է ստեղծվել, տպավորություն է ստեղծվել, թե իշխանության թև եմ կամ հետները իշխանություն եմ կիսում այս կոմենքով, հոգավլիցի չկա նման բան, ոչ իրանց կուսակցությունից եմ, ոչ իրանց հետ իշխանություն եմ երբևէ կիսել, ոչ էլ պատրաստում եմ կիսել, ուստի ինձ համար առաջին ամենակարևոր բանը պետությունը, ազգը, ժողովուրդը, երկիրը, հայրենիքը, այդ հարցերի պատասխանները ինքս էլ եմ ուզում ստանամ։ Այս ոնց է սենց բաներ ստացվում, Հակոբյան Աննան հրամանատարական կետում ոնց է հայտնվել, ինչ կարգավիճակով, դուք էլ եք լավ ասում, գաղտնիության որ աստիճանով ինքը կարողանար այդ տվյալներին տիրապետել, դրանք հարցեր են, որ անձամբ ինձ շատ հետաքրքիր է, ու եթե անգամ որից է կարգավիճակ չունի այդ մարդը, չգիտեմ, դա արդեն աբսուրդի ժանրից է։ Բայց մեկը ես չեմ պատկերացնում հրամանատարական կետը բարդակ, որտեղ կարող հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին։ Ես համենայն դեպս պետության գործելավ ոճը, նամանավանդ պատերազմական իրավիճակում հրամանատարական կետում այդ կարգավիճակը առավազն ինձ բարդակ է հիշացնում, ուրիշ ոչ մի բան։ Նենց որ այդ հարցերի պատասխանները ես էլ եմ ուզում ստանամ, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու նորից եմ կրկնում, ինձ համար առաջնահերթին
Երկիրը, ժողովուրդը, պետությունը, Արցախը, հայրենիքը ինձ համար անձերը լրիվ երկրորդական արժեք ունեն։ Անձերը այսօր կան, վաղը չկան գնալու, այն երկիրը, պետությունն ու ժողովուրդն է մնալու։ Ինձ էլ են շատ հետաքրքիր այդ բոլոր այդ հարցերի պատասխանները, ու եթե կան մարդիկ, ովքեր ի պաշտոն է պատասխանատու են այդ ամեն ինչի համար ու պարզ է դառնում, որ իրավախախտում է տեղի ունեցել, ուրեմն այդ մարդիկ բնականաբար օրենքով նախատեսված իրանց պատիժը պետք է անպայման ստանան։ Ու չեմ էլ ուզում արդեն խոսամ այն մասին, թե ինչ կլիներ, եթե այս ձևով չանենք, այն ձևով անենք, միգուցե մենք ընդհանրապես հաղթենք ու ընդհանրապես տարածք չկորցնենք։ Կամ ինչի համար պատերազմը շուտ չի կանգնեցվել։ Հասկանում եք, սրանք հարցեր են, որ ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվում։ Ու ես էլ ինքս անձամբ չունեմ այդ հարցերի պատասխանները, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Չգիտեմ, ես արդեն սկսել եմ մի քանի օր հարցեր բարձրացնել նույն Facebook-յան էջի գրառումներում, ու ես էլ եմ ակնկալում եմ գործողություններ, որոնք պետք է պարզաբանեն հանրության համար առաջին հայացքից տարօրինակ թվացող գործողությունների տրամաբանությունը։ Ես էլ եմ ուզում հասկանում ու հաստատ համոզված եմ, մենակ ես չէ, որ ուզում եմ հասկանամ։ Շատ-շատերն են ուզում հասկանան, թե ինչ է կատարվել, ոնց կատարվեց, բա ինչի համար այդպես կատարվեց։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ դեռ տարիներով, ասենց ասած, քրքրելու է, որպեսզի բոլորս էլ հաստատ կուզենանք ստանալ այս հարցերի պատասխանները։ Դե ինչ, լսեցիք ժողովուրդ ջան։ Ոնց կարա հայ տղամարդը ընդամենը մի քանի տարի առաջ ասի սենց բան ու հիմա ամբիոնից ասի նման բառակապակցություն ընդդիմադիրների հասցեին գյորմամիշ։ Հիմա չգիտեմ ախպեր, մի հատ կոմենտարյաներում գրեք գյորմամիշը այստեղ են, որ ընդդիմությանն ասում է գյորմամիշ, թե գյորմամիշը բոլորն են։ Հասկացաք ինչու մասին է խոսքը։ Ամեն դեպքում լղոզված խամելոնները շատ են մեզ շրջապատում։ Ադե կա է դենց արամիկ քաղաքագետ, նույն լղոզվազն է, ժամանակին ինչ էր ասում, այսօր ինչ ասում։ Հայ մնացեք, տղամարդ մնացեք, լավ մնացեք։